Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում, այսօր ես իրով ձեզ եմ ներկայացնելու Երևանյան ստոմատոլոգիական կենտրոններից մեկը, որը մասնավորապես գործում է Աջափնյակ համայնքում եւ ավելի հարմար է երևի թե սպասարկվել հենց այդ շրջանի բնակիչներին, թեպետ այն լայն ծառայությունների սպեկտր ընդգրկում եւ կարող եք իհարկե դիմել քաղաքի բոլոր ծայրերից, քանի որ որակյալը եւ ժամանակակիցը այստեղ միախառնվում են։ Խոսքս Royal Dental Clinic-ի մասին է եւ կենտրոնի հիմնադիր տնօրեն բժիշկ ստոմատոլոգ Ստեփան Դավոյանը, ինչպես նաև բժիշկ ստոմատոլոգ Հովսեփ Սահարյանը այսօր ինքնուրույն են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր ժամանակը Մեդինֆորմին հատկացնելու համար եւ խնդրեմ ներկայացնենք Ստեփան, սկսենք ձեզ այդ զրույցից, կենտրոնը, քանի որ դուք եք հիմնադրել, կցանկանայի ներկայացնեք, թե այն ինչ ծառայություններ է մատուցում։ Մեզ մոտ մատուցվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները, սկսած թերապևտիկ ստոմատոլոգիայից, օրթոպեդիկ ստոմատոլոգիայից, օրթոդոնտիկ, վիրաբուժական ստոմատոլոգիայից, կլինիկան կատարվում են բարդ վիրահատություններ, բարդ հեռացումներ, կատարում ենք իմպլանտացիա, էսթետիկ ստոմատոլոգիա, որի մեջ մտնում են այդքան ժամանակակից շատ տարածված վինիրներ, ինչպես նաև կոմպոզիտային վինիրներ, ստոմատոլոգիային գրեթե ամբողջ ծառայությունները մեզ մոտ կատարում ենք։ Բժիշկ, իսկ ինչ կարող եք ասել մանկական ստոմատոլոգիայի մասին, գործում է այն ձեզ մոտ։ Այո, մեր մոտ գործում է մանկական ստոմատոլոգիա եւ կարծում եմ, որ կլինիկայի նույն ադամնաբուժության այդ հիմքը հենց մանկական ստոմատոլոգիայից պետք է սկսել, որովհետեւ նույն կանխարգելում է երբ վաղ տարիքից ավելի գերագետ եւ ճիշտ է կազմակերպել։ Ունենք մանկական ստոմատոլոգ, որը շատ գերագետ պրոֆեսիոնալ սպասարկում է բուժողներին։ Եվ բժիշկ Սահարյան, կցանկանայի դուք էլ ավելացում կատարեք, այ որքանով է կարևորում։ Կոլեգաս շատ ճիշտ ասաց, ինքը շատ ավելի լավ է կանխարգելել, քան հետո բուժել։ Ճիշտ հիմքը դրվում է, այո, հենց մանկական տարիքում է։ Մանկական ստոմատոլոգիան դա հենց ուսուցումն է նաև երեխաներին, որ պետք է հաճախել ստոմատոլոգի կուլտուրան այս սերմանելու, այո, այս առումով։ Հիմա տեսեք, օրինակ Եվրոպայում, Ամերիկայում նույն ստոմատոլոգիական խնդիրներ եւ պրոբլեմները չունեն, ինչ որ Հայաստանում։ Հիմա Հայաստանում բարձր տարիքի արդեն տարեց մարդիկ գալիս են մեծամասամբ անատամ, իսկ այնտեղ մեծամասնությունը բոլոր իրենց ատամներով են։ Ինչն է պատճառը, որովհետև վաղ տարիքից են սկսել կանխարգելումը, այսինքն նենց չէ, որ երեխան պետք է հասուն տարիքում լինի, նոր սկսել ատամներին հետևել, խնամել, այլ պետք է փոքր տարիքից, երբ ատամները սկսում են ձգտել, այսինքն նույնիսկ մի տարուկես, 2 տարեկանից արդեն պետք է հետևել։ Սկզբից ծնողների միջոցով ծնողները օգնեն, հետո երեխային սովորեցնեն սովորույթ դառնան եւ այդպես շարունակ, այո։ Այո, հրաշալի ճիշտ ուղի եք ընտրել, կարծում եմ, որովհետեւ իսկապես բժշկին դիմելու կուլտուրան հենց մանկուց է ձևավորվում։ Բժիշկ Սահարյան, եւ կցանկանայի ներկայացնեք, թե ինչ նորագույն էսթետիկ ձեզ մոտ պրոցեդուրաներ են կատարվում, ծառայություններ են մատուցվում։ Նախ ոնց ասես դոկտորը, կատարում է բոլոր միջամտությունները, ու միջամտությունները մեր մոտ կատարվում են թիմային աշխատանքով, այսինքն ունենք օրինակ թերապևտ, որը զբաղվում է մենակ թերապիայով, ունենք օրթոպեդ, օրթոպեդիայով, խիրուրգիա, մանկականը նույն մասնագետական օրթոդոնտ ունենք, ու այդ թիմային կատարելով շատ ավելի լավ արդյունքի ես հասնում, որովհետև ամեն մեկը ոնց որ սիրում է անում այն գործը, ինչը որ սիրում է բնականաբար։ Եվ որին լավ թերապևտ է։ Նույն հենց էսթետիկ ստոմատոլոգիան, որը կատարվում է, վինիրները դրանք ինչ են ներկայացնում ընդհանրապես իրանցից երեսպատում, այսինքն տալիս է դա հնարավորություն մինիմալ հղկումով, չնայած դեպքեր են լինում, որ հղկում էլ չի լինում, դեպքեր են լինում իհարկե եւ շատ է հղկվում, դա արդեն ծրվածությունների ժամանակ, այսինքն մի ատամ կարող է շարքից մի քիչ դուրս ներս։ Բայց հրաշալին այն է, որ մեկ այցի ընթացքում այդ ծրվածությունը ուղղվում է եւ ունենում եք հրաշալի։ Այդ ավելի շատ կոմպոզիտային վինիրների։ Այո, այդ բանը։ Ну, միջինում 1 շաբաթ, 2 շաբաթ այդ ընթացքում կարելի է այդ ամեն ինչը ուղղել, թեթև ծրվածությունները։ Իհարկե, բայց եթե ցանկանում ենք ստանալ շատ ավելի լավ արդյունք, այդ դեպքում կարելի է նույնիսկ նույնպես օրթոդոնտը խառնվի գործին, ասենց ասած։ Եթե անհրաժեշտությունը կա։ Որպեսզի, հա,
ավելի շատ ուղղվի ատամնաշարը, նոր դրանից հետո կատարվի էսթետիկ այդ միջամտությունը։ Որպեսզի երկարաժամկետ ծառայի դեպքեր կան, որ վերականգնում են գեղեցիկ ժպիտը, բայց վերականգնում ոչ թե միայն վինիրներով, երեսպատումով, այսինքն կատարում ենք նաև շապիկավորում, այսինքն ինքը նույն մատերիալն է, նույն կերամիկան, օրինակ կամ ցիրկոնն, չգիտեմ, բայց շապիկի տեսքով, այսինքն ամբողջությամբ ատամը պատատվում։ Դրա համար շատ հղկումից խուսափելու համար, իհարկե, եթե ժամանակը տրամադրի պացիենտը բուժարում, շատ հղկումից խուսափելու համար կարանք այդ նույն բանը վերականգնենք մինիմալ վնասներով, էլի, ոնց որ։ Առհասարակ ճիշտ է կարծիքը օրտոդոնտի խառնվելով է։ Այո։ Տեսեք, նաև շատ կարևոր է, դոկտորը ինչի համար ներկայացրեց, որ կլինիկայում թիմային աշխատանք են կատարում, որտեղ դեպքեր կան, որ այդ տվյալ պացիենտին պետք է անդրադառնալ ոչ միայն թերապետը, օրթոպեդը, նաև նույն ասած օրտոդոնտը, որտեղ նույն իմպլանտացիայի համար տեղն է լինում քիչ բավարար չի լինում, հարկավոր որպեսզի օրտոդոնտը մասնակցի, տեղ ազատվի նույն վինիրների, շապիկների հետ կապված այդ գործընթացը շատ ավելի գրագետ եւ վերջնական ճիշտ տեսք է ունենում ժպիտը։ Մեզ համար կարող ոչ միայն գեղեցիկ տեսք է, նաեւ ճիշտ գրագետ ծառայություն հատուցել։ Իսկապես որպեսզի երևի թե երկարաժամկետ ծառայի եւ պացիենտն էլ գոհերանա։ Մի լրացում էլ անեմ, նայեք, պացիենտները հիմնականում Հայաստանում արդեն լավ տարածվել է, տուրիստական գալիս են բժշկական տուրիզմ, այո։ Բերանի խառոչի ինչ-որ խնդիրների, այո։ Համար, հա։ Ու ժամանակը հիմնականում քիչ է նման պացիենտների։ Բայց եթե ունենանք ժամանակ, մի քիչ ավելի երկար, շատ ավելի լավ արդյունք կարելի է ստանալ։ Այսինքն ամեն ինչ ինդիվիդուալ է մոտեցումը։ Կոնկրետ պացիենտը եթե գալիս է առաջին հերթին ոչ թե կարենանք ուղենք ամեն ինչ ստանանք, այլ այդ պացիենտի ժամանակն է, պետք է ժամանակը հասկանանք, որտեղ մաքսիմալ լավ արդյունքի կարելի է ստանալ մենակ ժամանակ տրամադրելով։ Անհրաժեշտ օրերի քանակը պահպանելով, բայց իսկապես եթե հատկապես դրսից են գալիս։ Այսինքն կան գործեր, որոնք կանենք 2 շաբաթում ստանանք մի հատ գեղեցիկ ժպիտ, բայց այդ նույն ժպիտը կարենք ստանանք 1 տարի աշխատելով այդ պացիենտի հետ ու շատ ավելի գեղեցիկ այդ նույն բանը լիներ։ Կարծում եմ ես նույնպես կընտրեի 1 ամիսը, ոչ թե 1 տարի։ Բայց հիմնականում ընտրում են հա 1 շաբաթ ժամանակում են։ Շատ լավ։ Բժիշկ, իսկ թերահավատորեն կարող են մոտենալ որոշ մարդիկ մտածելով, որ վինիրներ կատարելու դեպքում վնասվում է իսկապես ատամի էմալը եւ սա շատերին անհանգստացնում է։ Որքանով է դա վնաս հասցնում նաեւ օրգանիզմին, չէ՞ որ էմալային շերտը այլևս վերականգնվող չի։ Նայեք, իհարկե ինչ որ զողողություններ լինում է ստանալու համար այդ գեղեցիկ ժպիտը։ Չնայած կան դեպքեր, երբ այդ հղկումը հասնում է ամենամինիմալի։ Չէ՞ որ պետք է ինչ-որ տարածք, որտեղ որ վերականգնես դա վինիրով։ Չես կարող հենց ատամի վրա, եթե ատամները խոշոր միանգամից փակցնես, ու կստանաս մի քիչ ոչ այդքան գեղեցիկ ատամներ։ Դա չէ, դա հնարավոր է ինքը կպահպանվի, կմնա, ուղղակի այդքան սիրուն չի լինի։ Հիմա կատարվում է նույնիսկ նույն այդ վերականգնումը վինիրներ կոչվածով, բայց ռեֆրակտորների միջոցով դա թույլ է տալիս ստանալ շատ ավելի բարակ վինիր։ Ավելի բնական ատամին մոտ, շատ ավելի բարակ, այսինքն այս դեպքում մեր հղկումը լինում է մինիմալ ու հնարավոր նույնիսկ հղկում չլինի էլ։ Ամենակարևոր ֆակտորը ինչու՞մ է կայանում այս պարագայում բժշկությունը ինչ են ես ներկայացնում, որ մինիմալ վնաս հարուցել յուրաքանչյուր պարագայում։ Նույն տեսանկյունից ստոմատոլոգիան լումիներները, որ դոկտորը նշեց, մինիմալ հղկման հետևանքով լինում, այսինքն 0.3 մմ դա շատ քիչ է։ Եվ վինիրի կարևորությունը ինչու՞մ է կայանում, որ ինքը պետք է էմալի սահմաններում հղկումը տեղ ունենա։ Եվ նույնիսկ դեպքեր կան, որ հղկումը շատ մինիմալ է, շատ ավելի քիչ է, երբ որ կան դիաստեմաներ, ատամների միջև տարածություններ, կան այդ դեպքում հղկումը շատ ավելի քիչ է։ Վինիրի միջոցով հնարավոր է փակել եւ էսթետիկ շատ լավ արդյունք ստանալ։ Հնարավոր է նաեւ չհղկվի ընդհանրապես, զուտ պալերով կարվի, փայլեցում արվի, ասենց ասած, ավելնորդ եզրերը վերականգնվի, որ հետո մեր վինիրը կարողանա նստի իր տեղում։
Իսկ կան դեպքեր, երբ մարդիկ դիմում են վինիրների համար, սակայն դուք գտնում եք, որ այստեղ այլ սպիտակեցման մեթոդներով բավական է լուծել այդ խնդիրը։ Իհարկե, լինում է շատ դեպքեր, երբ գալիս են գեղեցիկ ժպիտով արդենից զույգ գույնի փոփոխման համար կամ ինչ-որ մի փոքր ատամի ծռվածության համար ուզում են ոնց որ դե բնականաբար տաշվածք կատարվի եւ տեղադրվի վինիր կամ լյումիներ, բայց այդ դեպքում շատ դեպքեր են լինում, որ ցանկալի չի ընդհանրապես։ Կարելի է զուտ, եթե գույնի խնդիրը գույնն է, զուտ սպիտակեցումով ստացվի շատ ավելի լավ արդյունք։ Բժիշկ, որ շատերը շատ անբնական սպիտակ գույն են նախընտրում, որը ակնահաճո չէ այդքան էլ։ Նայեք, դա նույնպես արդեն բուժառուի ցանկությունն է։ Չնայած կան շատ դեպքեր, երբ հենց այդ գույնը շատ սազում է այդ տվյալ պացիենտին։ Օրինակ սպիտակամաշտ մարդկանց, դե ամեն դեպքում էլի ասում եմ, ինդիվիդուալ է մոտեցումը։ Այդ գույներն էլ միայն գույնով եթե ստանանք զուտ սպիտակ ու ատամ, այդ կարող է լինի շատ տգեղ, բայց ոչ միայն այստեղ կարևոր է գույնը, այլ հենց նրա վրա է կատարած աշխատանքը, այսինքն լաբորատորիայի աշխատանքը, որ միշտ շողքում է մնում, բայց լաբորատորիան շատ մեծ գործ է կատարում իրականում։ Ամենավորոշիչը այս հատվածն է։ Հենց լաբորատորիայի աշխատանքը իհարկե շատ կարևոր է ու իհարկե բժշկինը արդեն ճիշտ հղում կատարելը, ճիշտ տեղադրում է իմպլանտին։ Ու հենց բնական ատամի անատոմիայով արդեն կարելի է ստանալ շատ գեղեցիկ ժպիտ, թեկուզ հենց այդ ձյունաճերմակ ժպիտը, բայց էլի շատ գեղեցիկ լինի ինքը։ Այո, կրկին ցուցված է հոլիվուդյան ժպիտը, ամենանորաբաց վինիրներ, որ ասվում է, դրանք հիմնականում IMAX դա պրես կերամիկա, վրան կերամիկա հավաքած դրանցով է աշխատում։ Բայց կան լյումինիրներ, որոնք շատ ավելի քիչ ինվազիվ, այսինքն քիչ վնաս տալով կարելի է ստանալ էլի շատ գեղեցիկ արդյունք։ Դրանց դեպքում շատ ավելի մինիմալ է կատարվում հղկումը։ Գնային առումով շատ են տարբերությունը։ Գնային առումով մոտավոր մի 50% տարբերություն կա։ Բայց սրանց դեպքում դե ով իր ատամների համար շատ անհանգստանում, ուզում է չհղկվի, լյումինիրները ամենալավ տարբերակն է։ Բայց հետո նույն ձև մարդը կարողանում է կծվածքը ապահովել եւ այլն, այսինքն սահմանափակումները շատ են։ Չէ, ինքը կծվածքին չի խանգարում, ամեն ինչ տեղադրվում է դրա համար է կատարվում։ Մեր միջամտությունը հենց այդ է, որ ամեն ինչ լինի կոմֆորտի մեջ, ոչ միայն գեղեցիկ։ Բժիշկ, վինիրները որքան տարիների կյանք ունեն, դա հարկ է կրկնել, թե եթե լավ են պահպանում։ Եթե կատարվի որակյալ, հենց կերամիկական վինիրների մասն է, եթե խոսքը։ Եթե կատարվեց որակյալ, լաբորատորիայի աշխատանքը ճիշտ եղավ, ստոմատոլոգիայի աշխատանքը ճիշտ, հենց այդ աթեզիան կատարվեց ճիշտ, այսինքն սոսնձումը։ Այո։ Դրանք կարող են ծառայել շատ երկար, քան 20 ատամները կծառայեն, արմատները կծառայեն։ Իսկ այնտեղ արդեն կա կոմպոզիտային վինիրներ, դրանց դեպքում արդեն բնականաբար շատ արագ ստանում եք արդյունք, գեղեցիկ կա արդյունք, բայց դրանք շատ ավելի մեծ խնամք են պահանջում։ Եթե համեմատենք վինիրները կերամիկական 10, դրանք կլինեն 5 օրինակ, գնահատական։ Լյումինիրները բավականին փխրուն են իրենք, քանի որ շատ բարակ են իրենք։ Հիմնականում իրենց մասն հենց կերամիկան է զուտ։ Դա IMAX-ը չի, որ բավականին տարածված է ու տեղադրվում է 90% մարդկանց մոտ դա է։ Դրանք շատ փխրուն, ավելի բարակ կերամիկական զանգված է, որը բայց տեղադրելուց հետո դառնում է մի ամբողջություն ու այդ դեպքում արդեն ամրությունը իրար։ Քանի օր է պահանջվում դրանք տեղադրելու համար։ Էլի մինիմում մի շաբաթ, բայց հիմնականում հանգիստ գործանելու համար 2 շաբաթ։ Կարծում եմ դա օպտիմալ ժամանակ է։ Եթե մարդ շտապում է, իհարկե կատարվում է շատ ավելի արագ այդ ամեն ինչը։ Այո։ Շատ են ձեզ մոտ դիմում արտերկրից կամ մեր հայրենակիցները դրսում ապրող։ Ավելի շատ երևի դրսից են պացիենտները նման գործողություններ կատարող։ Թե իմպլանտացիան, թե վինիրները, էսթետիկ միջամտությունները, այո։ Դուրսը բավականին ոնց որ գումարային էլ է արժեքը բարձր։ Հետո համ գալիս են որպես տուրիստ, համ մեր հայերն հաճելին օգտակարի հետ են համատեղում։ Եվ կցանկանայի հարցս ուղղել դոկտոր Դավոյանին, դոկտոր Դավոյան, մենք խոսեցինք մանրամասն վինիրներից, սակայն կարծում եմ յուրաքանչյուրին չէ, որ այն հասու եկան, արդյոք սահմանափակումներ, եթե այո, որոնք են դրանք։ Այո, սահմանափակումներ կան,
սահմանափակումներից է հանդիսանում բազմակի կայրասը, եթե կայրասով շատ ախտարվածություններ ունենք, ինչպես նաև պարադոնտոլոգիական որոշակի խնդիրների դեպքում է ցուցված չի, նաև դեպքեր կան, որտեղ արդեն ատամը ավելի շատ շապիկով ճիշտ կլինի վերականգնել, քան վինիրային տարբերակով, երբ որ արդեն ներվազրկված է, այսինքն տեխնոլոգիկ միջամտություն է կատարված այդ պարագայում, ավելի ճիշտ կլինի շապիկով այդ հարցի լուծումը տալ, քան վինիրների տարբերակով։ Հրաշալի է։ Իսկ վինիրները ողջ ատամնաշարի համար եք խորհուրդ տալիս հիմնականում ձեր պացիենտներին, թե միայն դիմային հատվածը։ Տեսեք, ավելի ճիշտ, որպեսզի ժպիտի սահմաններով լինի։ Մարդկա, որի մոտ ժպիտի սահմանը ավարտում է 5-րդ ատամով, մարդկա եւ մի քիչ ավելի հետին սահմանով։ Ժպիտի սահմանով։ Հրաշալի է։ Եվ ահա մեր սեղանին դրված է մարդու բերանի խորոչի մուլյաժը, այո, ատամնաշարի մուլյաժը, ես կցանկանայի հենց այս մուլյաժի վրա էլ դուք բացատրեք, թե բացակա ատամների դեպքում այդ ձեր կենտրոնում կատարում է նաև իմպլանտացիա։ Ինչ խնդիրներ եք հաղթահարում եւ եթե մարդը ունի այդ սահմանափակումը, ենթադրենք լնդային խնդիրներ, որը թույլ չի տալիս իմպլանտացիա կատարել եւ այլն, ինչպես եք լուծում այդ հարցը, խնդրեի հենց այսպես էլ բացատրեք հեռուստադիտողին ավելի վիզուալ ցույց տալու համար։ Իմպլանտի մասին երևի բոլորը տեղյակ են, ինչ է կատարում, սա լավ միջոցն է, լավագույն միջոցն է բացակա ատամը վերականգնելու համար ստանալով անշարժ կոնստրուկցիա։ Սա, այսինքն մեր հենց իմպլանտ ասվածը սա պտուտակն է, որը տեղադրվում է ոսկրի մեջ, դրա վրա տեղադրվում է այս ծայրատային մասը, ու դրա վրա արդեն մեր պսակը, ինչը որ երևում է բերանի խորոչում արդեն։ Նախ ուզում եմ ասել իմպլանտացիայի տենց կարծիք կա, որ պետք է ատամը հեռացվի, դրանից հետո սպասվի մի որոշ ժամանակ նոր կատարվի իմպլանտացիան, բայց հիմա լավագույն միջոցը հենց հեռացնելուց հետո միանգամից տեղադրվի իմպլանտը։ Նույն օրը, այո։ Նույն օրը միանգամից տեղադրվի իմպլանտը, եթե էսթետիկ զոնա է, ու կատարվի միանգամից ատամի վերականգնումը։ Բժիշկ, կարող եմ սա ես նույնացնել մամոգրաֆիայում կատարվող, այո, նմանատիպ ուռուցքաբանության մեջ, եթե հեռացվում է կուրծքը եւ նույն օրը հեռացվում է նաեւ տեղադրվում է նաեւ իմպլանտը, որպեսզի կինը չզգա այդ սթրեսային վիճակը։ Այո։ Երևի թե նույնը սա կարելի է համարել։ Տեղադրելով սա նաեւ շատ դրական կողմեր ունի, որտեղ հեռացումից հետո տեղադրում ենք իմպլանտը, դրա դեպքում մենք հետագա ոսկրի կորուստից ենք խուսափում, որտեղ հեռացնելով արմատը արդեն իսկ սկսվում է ոսկրի ռեզորբցիան, քայքայումը ու նրա ապաճը։ Այսինքն մենք տեղադրելով միանգամից իմպլանտ խուսափում ենք դրանից։ Դա շատ կարևոր բան է, որտեղ շատ դեպքերում լինում է, երբ որ արդեն օրթոպեդիայի շնորհիվ է զուտ վերականգնվում հենց այդ դեֆեկտը լնդի։ Այսինքն այստեղ ոչ միայն էսթետիկան եք ապահովում, այլև կանխում եք մի շարք հետագա խնդիրներ։ Առավելությունը մասնավորապես սա է։ Ուզում եմ նաև ասել, քանի որ դրա մասին խոսացի, հենց այդ դեֆեկտների դեպքում էլ, այսինքն լնդի կորստի, երբ որ մի գծով, ինչն է գեղեցիկ չէ, երբ որ մի գծով լինում է մեր լնդի սահմանը։ Այսինքն չունենանք մի ատամ օրինակ երկար, մեկը կարճ, դա վիզուալ հավասար երևա, հենց լնդի առողջ վիճակից։ Ու իմպլանտացիայի նաև մի հատ փուլ է շատ կարևոր, հենց լնդի պլաստիկան, այսինքն վերցնելով ավելի խիտ տեղից, ինչ-որ մեր լինդը, մեր նույն բերանի խորոչից, ու տեղադրել հենց այդ հատվածում, ու ստանալով լնդի մակարդակի ավելացում։ Դա լնդի փափուկ հյուսվածքի պլաստիկայի մասն է, ու փափուկ հյուսվածքը հենց առաջին պաշտպանող ատամի եւ իմպլանտի երկարակետության կարևորագույն գրավական հենց առողջ լնդերն են։ Առողջ լնդերն են։ Հենց առաջի պաշտպանիչ բանը ոնց որ լինդն է ատամին։ Ահա, այստեղ մենք ունենք հենց այս պատկերը, այո, սա իմպլանտացված ատամն է։ Նայեք, այս դեպքում մենք ունենք արմատ ատամի։
մեկ այլ դեպք էլ ցույց տամ, որի դեպքում արդեն փոփոխել ենք ոչ միայն ատամների ձևը, տեսքը, այլ նաև նրանց գույնը։ Ու քանի որ պացիենտն էլ ինքը բավականին ջերմակ մաշկ ունի, ընտրել ենք մի փոքր ավելի ջերմակ գույն։ Կոնկրետ այս դեպքում բլիչը 3 է եղել։ Տվյալ դեպքում օրինակ պահպանել ենք գույնը, ինչը ունեցել է տվյալ բյուժարուն մինչ տեղադրումը վինիրների, կատարել ենք զուտ ատամների դեֆեկտների վերացում։ Այսինքն որոշակի ատամներ պլոմբավորված են եղել, որոշակի ատամներ թեքված են եղել, իրենց առանցքի շուրջն են պտտված եղել, դրանք սա հղկվել է։ Դոկտոր Դավոյան, եւ քանի որ մենք մանրամասն կանգ առանք վինիրների վրա, որը շատ ակտուալ է, շատ հետաքրքիր է բոլոր ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց նույնիսկ կարող ենք արդեն ասել, բայց գիտեմ, որ կա սպիտակեցման նաեւ այլ մեթոդներ, որը ձեր կենտրոնում հենց գործում են դրա տարատեսակ տեսակները, որն է ավելի նախընտրելի եւ ինչ մեթոդ եք դուք կիրառում։ Մի փոքր այս մասին էլ խոսենք։ Շատ բարի, տեսեք, ինչպես խոսեցինք վինիրների մասին, նույն կոմպոզիտային վինիրները, ինչպես նաև կերամիկական վինիրները, բայց դեպքեր կան, որ նույն ցուցումները, որոնց մեծ հաճախակի պացիենտները գալիս են, դրանք գունափոխված մուկ ատամներ են, որոնց դեպքում փորձում են վինիրներով այդ հարցը լուծել, սակայն կա շատ ավելի լավ տարբերակ կոնկրետ գունափոխված ատամների դեպքում, եթե կցվածքի կամ ինչ-որ խնդիրներ չունեն մեծ փակելու կամ վերականգնելու, այս տարբերակը դա էսթետիկ ստոմատոլոգիայի մեկ այլ ճյուղն է, դա ատամների սպիտակեցումն է։ Ատամների սպիտակեցման կա երկու տարբերակ, մեկը տնային պայմաններում, մյուսը օֆիսային սպիտակեցումը։ Ավելի գրագետ եւ պրոֆեսիոնալ տարբերակը դա օֆիսային սպիտակեցումն է, Zoom համակարգի միջոցով։ Մեր մոտ ունենք վերջին սերնդի Zoom 4 համակարգը, որի միջոցով շատ ավելի գրագետ եւ ճիշտ են կազմակերպում այդ գործընթացը։ Քանի այցելություն է պատժվում դրա համար։ Տեսեք, ուրեմն Zoom սպիտակեցման միջոցով հնարավոր է ատամների գույնը բացել մինչև 8 տոն։ Հաճախակի դեպքեր ունեն, որ ասենք ճիշտ կլինի, որպեսզի այդ գործընթացը կազմակերպել 1 կամ 2 այցի միջոցով, բայց առանց վնասելու էմալային շերտը, այո։ Այո, զուտ նյութերի միջոցով։ Զուտ այդ նյութերի միջոցով են կատարում, դա ջրածնի պերօքսիդն է, որ քիմիական process-ի ընթացքում թթվածնի ազատ մոլեկուլները փոխում են առկա պիգմենտը էմալում եւ ստանում ենք արդեն եւ երկարաժամկետ է պահպանվում դա։ Տեսեք, դա նույնպես կապված է պացիենտի գրագետ ճիշտ խնամքից, ինչպես նաեւ այդ պրոցեդուրայից հետո խորհուրդ ենք տալիս բուժառուներին, որպեսզի 2 շաբաթ սպիտակ դիետա պաշտպանեն, այսինքն օգտագործել գունավորող ըմպելիքներ, նույն սուրճը, սեյֆթեյը, այո, մուկ գույն, ունեցող, այո, վառ գույների ոչ մի ըմպելիք, ոչ մի։ Ինչպես նաեւ հաճախակի այցելել ստոմատոլոգիա, որպեսզի նույն խնամքը նաև կատարել տեղում, պացիենտի ատամնակարերի մաքրումը, ատամնափարի մաքրումն է, այսպես ասեմ, արդյունքը կախված է նաև բուժառուից եւ եթե տարի մեկ անգամ կրկնել այդ պրոցեդուրան, բավականին երկար կպահպանվի։ Կարող է 3-ից 5 տարի պահպանվի։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր ինֆորմացիայի համար եւ վստահ եմ, ովքեր կատարելու են այսպիսի պրոցեդուրաներ, նպատակ ունեն, բնականաբար ստացան բոլոր այն հարցերի պատասխանները, որ հետաքրքիր էին մեզ, դա իսկ լավ է, որ ձեր կենտրոնում բարձրակարգ սարքավորումով եւ նյութերով հագեցած եւ լավ մասնագետներով իհարկե կարող են դիմել եւ վստահաբար ունենալ լավ արդյունք։ Շնորհակալ եմ։ Սիրով շնորհակալ եմ։ Իմպլանտացիայի միջոցով ոչ թե վերականգնում ենք միայն 1, 2 կամ մի քանի ատամ, այլ կարող ենք վերականգնել բնականաբար ամբողջ ծնոտը։ Տեղադրելով մինիմալ գոնե 4 իմպլանտ, կարելի է ստանալ անշարժ կոնստրուկցիա։ Իհարկե 4 իմպլանտի դեպքում ատամների քանակները մի փոքր քիչ կլինեն, ծամիչ։ Հիմնականում այս տեղադրումը 6 կամ 8։ Դա արդեն գալիս է էլի ոսկրի վիճակից, ինչ իմպլանտ է տեղադրվում, ինչ չափսի, ինչ լայնսի, իսկն որպեսզի յուրաքանչյուր դեպք առանձին է քննարկվում, այո։ Ծանրաբեռնվածությունը իհարկե ճիշտ հաշվարկվի։
Չենք կարող դնենք 4 հատ փուչուր իմպլանտ ու վրան մեծ կոնստրուկցիա, որը կծառայի շատ քիչ։ Այո, այս ամենը հաշվարկվում է հենց գրագետ մասնագետների կարող եմ կողմից։ նաև նշել մեկ դեպք, որ այս վերջերս կատարեցինք, բուժարը ունել շատ մինիմալ քանակությամբ ոսկոր եւ դոկտորի պրոֆեսիոնալության հիման վրա կօգտագործեցինք մաքսիմալ այդ ոսկորը եւ որ ստացանք իսկապես անշարժ կոնստրուկցիա եւ շատ ասենք տեղադրվեց 8 իմպլանտ, 4 ներքև, 4 վերև, դրանից ավել հնարավոր էր տեղադրել, բայց արդեն ոսկրի պլաստիկայով։ Նո բավականին մեծ արդեն վիրահատություններ պետք է անցներ, մանավանդ ստորին ծնոտի ոսկրի ավելացումը դա բավականին բարդ է, ու ժամանակ է երկար պահանջում։ Տեղադրեցինք 8 իմպլանտ, 4 վերև, 4 ներքև, ու հաջորդ օրը հենց բուժարուն արդեն ատամներով էր։ Հրաշալի է, նման արդյունքի համար շնորհավորում եմ իհարկե ձեզ։ Այսքանը շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Royal Dental Clinic կարող է դիմել ցանկացած ստոմատոլոգիական խնդիրների դեպքում, նշեմ նաև, որ կենտրոնում համագործակցում են ապահովագրական ընկերությունների հետ եւ կարող եք այս առումով եւս օգտվել եւ բոլոր նրանց, ովքեր էսթետիկան շատ կարեւորում են, այո, այստեղ գործում են վինիրին կատարելու հրաշալի բարձրակարգ ծառայություններ է մատուցվում, ինչպես նաև ցանկացած տիպի ստոմատոլոգիական խնդիրներ այստեղ վիրահատական եղանակով լուծվում է, իմպլանտացիան նույնպես այստեղ առաջնային է համարվում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, ես զրուցում էի Royal Dental Clinic-ի հիմնադիր տնօրեն բժիշկ ստոմատոլոգ Ստեոպա Դավոյանի եւ Royal Dental Clinic-ի բժիշկ ստոմատոլոգ Հովսեփ Սահարյանի հետ։ Այսքան այսօրվա համար ես ձեզ մաղթում եմ ունենալ անկեղծ եւ գեղեցիկ շփիտ, կհանդիպենք։